По компании «Ташир». Все грани бизнеса. Ինքնասպանություն Լոռու մարզում դեպետ գետը կնոջ մարմինը մոտ 2 կիլոմետր քշել հեռացրել է տարածքից։ 2013 արտակարգ տեսանկյունից արտակարգ իրավիճակների փոխնախարարը Լոռիում էր, Լոռու մարզային փրկարարական վարչությունը հանդես է եկել հաշվետվությամբ։ Ստեփանավանում շահագործման կհանձնվի օդանավակայան, ինչին ևում կծառայի այն, եւ զգուշացեք տարվա այս ժամանակահատվածը նպաստավոր է սթրեսների համար։ Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերի աշխատանքը շարունակում է մոլորակ լրատվականը, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես նախ Լոռու մարզային փրկարարական վարչության հաշվետվության մասին 2013-ը արտակարգ տեսանկյունից ներկայացնում է Գոհար Մովսիսյանը։ Լոռու մարզում հաշվետու ժամանակահատվածում, որն է 2013 թվականի ողջ ընթացքը, տեխնատին աղետների եւ արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 43 մարդ, 277-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։ Այս մասին այսօր տեղեկացրեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվության ընթացքում։ Լոռու մարզային փրկարարական վարչության պետը ներկայացրեց նաեւ 2013 թվականին գրանցված արտակարգ դեպքերն ու պատահարները համեմատականներ անցկացնելով 2012 թվականին արձանագրված ցուցանիշների հետ։ 2013 թվականին Լոռու մարզում գրանցվել է 502 արտակարգ դեպք, որոնք 2012 թվականի համեմատությամբ նվազել են 309-ով կամ 38.1%-ով։ Զոհերի թիվը աճել է 9-ով կամ 26.5%-ով, իսկ վիրավորներինը նվազել 61-ով կամ 18%-ով։ Հաշվետվության ընթացքում ներկայացվեցին նաև ոլորտում առկա խնդիրներն ու բաց թողումները, որոնց մեծ մասը կապված է համապատասխան տեխնիկայի բացակայության հետ։ Մեքենաների վիճակը ցավալի է, իր խոսքում նշեց Հրաչ Անտոնյանը, վերջինս դիմեց փոխնախարարին խնդրանքով, որ Թումանյանի տարածաշրջանում բարձր անցողականությամբ առնվազն 2 հրշեջ մեքենայի պակասը լրացվի։ Այս առումով փոխնախարարը խոստացավ, որ դրական տեղաշարժեր լինելու են։ Խնդիրները այսօր շատ բարձրացվեցին, բոլոր խնդիրներով զբաղվելու է արտակարգ իրավիճակների նախարարությունը, սա մենք կամփոփենք, նորմալ տեսքով կներկայացնենք նախարարին, համապատասխան հանձնարարականները կտրվեն բոլոր ծառայություններին, բոլոր խնդիրներով զբաղվելու ենք։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին նաև ձեռքբերումներն ու նվաճումները, մասնավորապես աշխատակիցների արձանագրած հաջողությունները, որոնց մասին խոսեց Հրաչ Անտոնյանը։ 2013 թվականի մարդկանց անվտանգության եւ փրկության թեմայով արիության համաստեղություն խորագրով հանրապետական փառատոնին լավագույն հրշեջ փրկարար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար փրկարար ծառայության ավագ սերժանտ Մեհեր Սիմոնյանը։ Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ ՓԾ սերժանտ Վալերիկ Մկրտումյանը դեկտեմբերի 19-ին գրանցվեց Հայաստանի Հանրապետության դյուցազնագրքում արտակոտրում սպորտաձևից գերազանցելով Գինեսի ռեկորդը 3562 անգամ։ Վարչության պետի հաշվետվությունից հետո համապատասխան տեսչության պետերը եւս հանդես եկան զեկույցներով։ Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Զավեն Ղևոնդյանի խոսքով 2013 թվականին գրանցվել է 215 հրդեհի կանչ, զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել եւս մեկը։ Նախորդ տարվա հետ համեմատած այս ցուցանիշը նվազել է 113-ով կամ 66%-ով։ Դրական տեղաշարժ է նկատվում նաեւ նյութական վնասի չափի պարագայում։ Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետի խոսքով գրանցված հրդեհների պատճառները եղել են ամենատարբեր բնույթի, բայց թվային գերակշռություն ունեն բաց կրակի առկայությամբ պայմանավորված հրդեհները։ Հաջորդ զեկույցը մարզի սեյսմիկ պաշտպանությանն է վերաբերում։ Ինչպես գիտենք, սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունը աշխատանքներ է իրականացնում Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում, որոնցից վերջինում գործող 16 դիտակայանները տեսչության պետի խոսքով աշխատել են բարձր արդյունավետությամբ։ Խոսվեցին նաեւ հակակարգտային ծառայության, տեխնիկական անվտանգության, հիդրոմետ ծառայության իրականացրած աշխատանքներ Հաշվետվության վերջում փոխնախարար Ազարյանը Լոռու մարզում փրկարարական ծառայության աշխատանքները գնահատեց բավարար, նշելով, որ 5 բալանոց համակարգով գնահատելու դեպքում գնահատականը կլիներ լավ։ Կան խնդիրներ, դրանցից մեկը փրկարար ծառայության տեխնիկական զինման, վերազինման խնդիրներն է, որը պահվում է նախարարության ուշադրության կենտրոնում եւ այս տարի նախատեսված է ուրեմն նախարարի կողմից ընդունվել է այսպիսի մոտեցում, որ դեմքով դեպի մարզերը
Եվ այս տարի մենք Լոռու մարզում պլանավորում ենք ծավալել ճգնաժամային կառավարման կենտրոն ժամանակակից սարքավորումներով։ Արտակարգ իրավիճակների փոխնախարարի խոսքով բավական մեծ աշխատանքներ են կատարվել, բայց եզրակացություններ չկան։ Մենք պետք է ոչ թե բավարարվենք նրանով, որ նախորդ տարվա համեմատությամբ որոշակիորեն նվազել են պատահարները, այլև պետք է համեմատություններ կատարենք նաև մյուս մարզերի միջև։ Իսկ այս առումով Լոռու մարզը դեռևս բավական մեծ աշխատանքներ ունի կատարելու, քանի որ արտակարգ դեպքերի ցուցանիշներով գերազանցում է բոլոր մարզերին։ Անկախ այն հանգամանքից, թե այդ ցուցանիշը որքանով է պայմանավորված մարզի տեղագրական իրավիճակներով, փոխնախարարը հայտարարեց, պետք է բարձրացնել կանխարգելիչ միջոցառումների թե որակը եւ թե քանակը։ Մարզում բավականին մեծ քանակությամբ դեպքեր են տեղի ունեցել եւ տեղի են ունենում եւ ես համեմատական կարգով ասեմ, որ գրեթե Լոռու մարզում բոլորից շատն այդ դեպքերը տեղի ունենում։ Պետք է ասեմ, որ բավականին կազմակերպված, ժամանակին արձագանքվել է, հետևանքների վերացման ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվել, մարդկանց պաշտպանության կազմակերպման, արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց փրկելու բավական աշխատանքներ են տարվել, բայց դա չի նշանակում, որ դեռ կատարելագործման տեղ չկա։ Հենց դրա մասին ենք խոսում, որ պետք է արձագանքումը բարձրացնել եւ այդ գործընթացը ավելի կատարելագործել։ Այս առումով ոչ միայն մեր մարզում, այլև մնացած բոլոր մարզերում եւս այս տարվա գերակա խնդիրներից մեկը ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումն է, զինված նորագույն տեխնոլոգիաներով ու ժամանակակից սարքավորումներով։ Փոխնախարարը հանդես եկավ ուրախալի այլ հայտարարություններով եւս։ Լոռու մարզում կգործի օդանավակայան, շահագործման կհանձնվի Ստեփանավանի օդանավակայանը, որը կգործի արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ։ Ստեփանավանի օդանավակայանը կառավարության որոշումով տրամադրվել է արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ նա վերագործարկվելու է եւ աշխատելու է որպես օդանավակայան արտակարգ իրավիճակների նախարարության կազմում, որը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օգնության հասնելու հարցերը կօգնի բարձր մակարդակով լուծել։ Այն, որ արդեն այս ամսվա աշխատավարձերից ոլորտի աշխատակիցները կզգան տեղի ունեցած ֆինանսական բարեփոխումների արդյունքը դեռ ամենը չէ։ Եթե հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձերը բարձրացել են 10%-ով, ապա հուլիսի 1-ից սպասվում է աշխատավարձերի շեշտակի բարձրացում, իր խոսքում նշեց փոխնախարար Ազարյանը։ Ընդհանուր մոտեցումն է կառավարության, որ հունվարի 1-ից մոտ 10%-ի չափով է աշխատավարձները բարձրացել ավելի ճիշտ եւ նախատեսվում է հուլիսի 1-ից շեշտակի բարձրացում։ Բավականին ծավալուն աշխատանքներ իրականացվել են, մնում է չթուլացնել տեմպերը եւ շարունակել նույն ոգով գործել։ Լոռու մարզային բժշկարական ծառայության աշխատակիցները վստահ են, համապատասխան տեխնիկայով եւ ժամանակակից սարքավորումներով զինվելու դեպքում իրենց աշխատանքն ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված կլինի։ Գոհար Մովսիսյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկում, այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում, դեռևս ինքնությունը չպարզված միջին տարիքի մի կին Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող կամրջից իրեն դեպետ գետն է նետել ու մահացել։ Գետը կնոջ մարմինը շուրջ 2 կիլոմետր քշել հեռացրել է տարածքից, դեպքի վայր է ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի փրկարար ջոկատը։ Տեղում են եղել նաև ոստիկանության Ալավերդու բաժնի ծառայողները, ովքեր հայտնել են, որ կնոջ մասին որևէ տեղեկություն դեռևս չունեն։ Տարվա այս ժամանակահատվածը նպաստավոր է սթրեսների համար, սա մասնագետների կարծիքն է, Անահիտ Կարապետյանն է ուսումնասիրել հոգեբանների վերջին ուսումնասիրությունների արդյունքները։ Մի խումբ հոգեբանների ու հոգեբույժների տեսությունը ցույց է տալիս, որ տարվա ամենաստրեսային օրերը սկսված են։ Հունվար ամսվա վերջին տասնօրյակ ամենադժվար եւ տարաբնույթ ստրեսների առաջացման համար ամենանպաստավոր ժամանակահատվածն է։ Թե ինչու է ձմեռը ամենաստրեսայինը, հիմնական պատճառներից մեկը սառը ցուրտ եղանակն է։ Ձմռանն առաջանում են դեպրեսիվ բնույթի հուզական խանգարումներ, ընկճվածություն, հուսահատություն, մեղքի զգացում, ինքնագնահատականի անկում, անպետքության զգացում, դրական հույզեր զգալու անկարողություն, այլ հուզական խանգարումներ, տագնապի եւ լարվածության մակարդակի բարձրացում, իմացական ֆունկցիաների խանգարում, ուշադրության կենտրոնացման դժվարություն, հիշողության վատ թարացում, ինտելեկտուալ ակտիվության դանդաղում կամ անկում, նաեւ անվճռականություն։ Հենց այս նախանշանները զգալու դեպքում առանց մասնագետներին դիմելու էլ կարող եք կռահել, որ ձեզ սպառնում է ձմեռային դեպրեսիան։ Իսկ եթե սրանք սկսում են խորանալ, հատկապես հունվար ամսվա վերջին տասնօրյակում, անհրաժեշտ է դիմել մասնագետներին։ Սա հոգեբանների եւ հոգեբույժների խորհուրդն է։ Ստրեսի առաջացման պատճառները լոռեցիների համար տարբեր են, սկսած եղանակից մինչև ֆինանսական միջոցների բացակայությունը։
Իհարկե ցուրտը, հետո անպամած եղանակը, այդ դրանք լրիվ եւ տրամադրություն գցող հանգամանքներ են։ Առաջերտի գումարապետ, որ դեղն էլ առնես, բժշկի էլ գնաս, թե չէ ոչ մի բան էլ պետք չի։ Փողնապետ, որը ոչ չկա։ Դուրս եմ գալիս, ընկերներիս հետ շփվում եմ։ Երբեմն չեմ էլ փորձում բարձրացնեմ։ Դասեր եմ անում, բայց մասամբ կամ գիրք եմ կարդում, ֆիլմ եմ դիտում։ Համաձայն եմ, բայց չեմ կարծում, որ միշտ պետք է տեն լինի ու բոլորի մոտ։ Դե այդ մարդու համար մարդ կա, որ տրամադրությունը կարող է լավ լինել, մարդ կա էլ, որ կարող է տրամադրությունը վատ լինել։ Տարբեր եղանակ ունի իր գեղեցկությունը։ Ինչևէ տարվա ամենաստրեսային ժամանակահատվածում, որը ըստ մասնագետների հենց հունվարի 20-ից մինչև փետրվարի սկիզբն է, պայմանավորված է նրանով, որ ցանկալի գարունը ուշանում է ու մեծանում անհրաժեշտությունը դուրս գալու ձմեռային առօրյայից։ Վերջիններս խորհուրդ են տալիս լինել ընկերական շրջապատում, վայելել սիրելի մարդկանց ներկայությունը եւ շատ ցիտրուսային մրգեր ու շոկոլադ օգտագործել, որը կնպաստի ստրեսային բոլոր հնարավոր պատճառներից խուսափելուն։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շաբազյան, Մոլորակ։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակի տեսության Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարի ցտեսություն։ Երկար սպասված անակնկալը լյուքս մասնագիտացված խանութներից։ Դիմավորեք նորաբաց կենցաղային տեխնիկայի բաժին։ Գնեք բարձրակարգ տեխնիկա լավագույն արտադրողներից։ Գործում է ապարիկ վաճառք տեղում, երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում։ Լյուքս մասնագիտացված խանութը պահպանելով բոլոր նախկին ակցիաները եւ զեղչերը, առաջարկում է ավելի։ Գնելով համակարգիչ, հեռուստացույց, սառնարան կամ լվացքի մեքենա, ստացեք արժեքավոր նվերներ ձեր ընտրությամբ։ Կատարեք շահավետ գնումներ, քանզի գները մեզ մոտ սակարկվում են։ Այցելեք քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 28 հասցեին գործող առևտրի կենտրոն առաջին հարկ։ Լյուքս մասնագիտացված խանութ, սպասեք նոր անակնկալների։ Բարև ձեզ, նախքան եղանակին անդրադառնալը հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցն է Lux Computers-ը, այժմ ներկայացնեմ կանխատեսումները։ Հունվարի 24-ին կդիտվի փոփոխական անպամացությամբ առավելապես առանց տեղումների եղանակ, եւ միայն հյուսիսային եւ արևելյան շրջաններում տեղ-տեղ դեռ հնարավոր են թույլ տեղումներ։ Երեկոյան դեմ ողջ տարածքում կդիտվի պարզեցում, լույս 25-ի գիշերը կցրտի։ Լեռներում եւ լեռնանցքներում հնարավոր է բուք եւ ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին մառախուղ, մերկասառույց եւ դժվար անցանելիություն։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 7 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 5 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 1 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 6 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 2 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան տաքություն։ Երևանում հունվարի 24-ին կդիտվի փոփոխական անպամացությամբ առանց էական տեղումների եղանակ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 2 աստիճան տաքություն, անկախ եղանակային կանխատեսումներից։ Ժպտացեք հաճախ, ցտեսություն։